Սա արդեն ընտրակաշարքի սովորական պատմություն չէ։ Սա պատերազմի մարդկանց օգտագործելու փորձի մասին է։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական նյութում ասվում է, որ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում վիրավորում ստացած զինվորականներին 2026 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վերաբերյալ։ Ձայնագրության մեջ խոսում են ցուցակների մասին, հեռախոսահամարներ հավաքելու մասին, մարդկանց բերելու մասին, Մասիսից, Արարատից, Աշտարակից։ Խոսում են տաքսու, գազի, բենզինի, ավտոբուսի, 5000, 10000, 20000 դրամ փոխանցելու մասին։ Հնչում է նաև զգուշացում, հեռախոսով փողի անուն չտալ։ Իսկ ամենածանր մասը սա է. խոսում են պրոթեզով մարդկանց, գայլակով մարդկանց, վիրավորում ստացած տղաների մասին։ Այսինքն, պատերազմ տեսած մարդուն փորձում են դարձնել ոչ թե հարգանքի առարկա, այլ հավաքի քանակ։ Ոչ թե հարցնում են, ինչի կարիք ունի, այլ հաշվում են, ոնց բերել, ինչով բերել, ինչքան տալ։ Կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է բացահայտել և կանխել նման դրսևորումները։ Դատարանը կասի, ով է մեղավոր, բայց հասարակությունն արդեն լսեց մեթոդը։ Վետերանը քարոզչական դեկոր չէ։ Վիրավորում ստացած զինվորականը ցուցակի համար չէ։ Իսկ ապրած ցավը չի կարելի վարձել հավաքի համար։